Եթե այդքան լավ է, ինչու՞ չի շփվում իր այդ լավ պահած ժողովրդի հետ։ Իսկ ով ասաց, որ կաթողիկոսը չի կարող ներողություն խնդրել եւ շարունակել պաշտոնավարել։ Դա թուրք-ադրբեջանական պահանջ է դրված վերջերս Ալբանիայում իր դեմ։ Ատելության դոզան շատ մեծ է հասարակությամբ, իդեպ այդ ատելությունը հենց իրենք էլ գեներացրել են այս 7 տարվա մեջ։ Եկեղեցին գործիքակազմ ունի, ենթադրենք կոմպրոմատները հանեցին։ Հասկանալի է, չէ՞ որ իրենք միշտ չեն եղել իշխանություն։ Իրենց վրա էլ կա կոմպրոմատներ։ Իրենք բացելու են Պանդորայի արկղը, իսկ ինչ պետք է անի ընդդիմությունը։ Հիմա ես եմ ձեզ հարց տալու։ Ինչ օրինակ, այն ձեր ասած տրիգերներից մեկն էր։ Սկսել նաև այս առիթով այն չարչրկված իմպիչմենտը հայտարել։ Տեսնենք մարդիկ այս անգամ գոնե եկեղեցու համար կգային ազգային ժողովի բակ։ Գյումրին է, կոլորիտով, ավանդական քաղաքով, թաղի տղա հասկացությամբ, սա Հայաստանն է, պարոն Քոչարյան։ Կարա այդ մոդելը աշխատի։ Կարող է աշխատել, բայց այդ մարդիկ հասկացել են, որ իրենց քյաբաբ բաժանելու է, այդ քյաբաբներից իրենց էլ է հասնելու։ Հա, բայց այդ մարդից կանչ չի հասնում, այդ որը ընդդիմադիր հիմնական խաղացողները նու մեծերը իրենց փորձում են ասեմ կոպիտ բառ օգտագործում առաջարկեն դրսին որպես այդ կոնսենսուսի տարբերակ։ Ես տեսնում եմ կընդունեն թե չէ այդ առաջարկը դեռ չգիտեմ, ես տեսնում եմ ոնց են առաջարկում եւ Ռուսաստանին եւ ինչքան էլ հետաքրքիր է Բրիտանիային, արդեն ոչ թե Միացյալ Նահանգներին։ Փաշինյանը շարունակում է վեհապարի ու հոգևորականների դեմ գրառումները, ընդ որում ամենօրյա ռեժիմով եւ գլխավոր թեման դարձնելով կուսակրոնությունը։ Մեկ անգամյա ակցիա նախընտրական քայլ, թե ավելի խորքային process-ի սկիզբ։ Բարեձեզ Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր կփորձենք ախտորոշել իրավիճակն ու ամենակարևորը խոսել սպասվողի մասին։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան, բարի գալուստ կիզակետ։ Շատ շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Ինչ այդ թեմային անցնելը, որը կարծում եմ էլի գոնե այս տաղավարի քննարկման թեմա չէ, բայց դե մյուս կողմից էլ պետք է դեմը առնի հասարակություն ինչ-որ առումով։ Մեկ այլ բան, երբ մենք հիմա ձայնագրում ենք հաղորդումը, առավոտյան է եւ կես ժամ առաջ մոտավորապես ազգային ժողովում 24-ի բյուջեի կատարողականի զեկույցները սկսելիս Փաշինյանը տնտեսական թվեր հնչեցրեց եւ որի հանրագումարում եկավ եզրակացության, ասես դրա տակ թվեր կան, օրինակ 242,000 աշխատատեղ է բացվել 18-ից մինչ օրս։ Աշխատավարձի բարձրացում եւ գնաճ համակցությունը այնպիսին է, որ լավ է եւ այլն, եւ եկավ մի թիվ հնչեցեց, որ 18-ի ապրիլի եւ 25-ի ապրիլի համեմատ հայաստանցիները սկսել են լավ ապրել, ավելի լավ ապրել 50%-ով։ Խնդրեմ, հայաստանցի քաղտեխնոլոգ հասարակությանը ճփվող մարդ, ինչ կասեք։ Գիտեք, այդպիսի մի բան կա, բառ կա, որը վաղուց միշտ ասում են, բայց եթե այդքան լավ է, ինչու է այսքան վատ։ Նիկոլ Փաշինյանը չպետք է ասի մարդիկ լավ են ապրում, թե չէ։ Այդ մարդիկ պետք է ասեն, եթե այդքան լավ են ապրում, ինչու է Նիկոլ Փաշինյանը եւ իր ողջ շրջապատը վախենում շփվել այդ լավ ապրող մարդկանց հետ, դուրս չի գալի, չէ՞ որ այդ նույն 18 թվականի համեմատ, 18 թվականին մի հատ հիշեք Նիկոլ Փաշինյանը ոնց էր շփվում ժողովրդի հետ, ոնց էր դուրս գալիս փողոց, հիմա ոնց է դուրս գալիս, հիմա անգամ այդ իրենց հայտնի կրթվել է նորաձև է, ես ինչ որ կադրեր տեսնում եմ եւ հետո մարդիկ պատմում են ովքեր եղել են, որ ընդհանրապես որևէ հեռախոս չեն թողում, որևէ տեսախցիկ չեն թողում, ամբողջովին պատված է 7000 հա ծելախրանիցելներով, եսի մինչերով, եթե այդքան լավ է, ինչու՞ չի շփվում իր այդ լավ պահած ժողովրդի հետ։ Ինչի՞ չի ուզում ասի, այդ ժողովրդից լսի, որ իրենք լավ են ապրում, ոչ թե թվերով, որովհետև բոլոր ժամանակներում, հա, Հայլուրի Հայաստանը միշտ ակտուալ է, ինքը այդ նույն Հայլուրի Հայաստանն է հիմա պատմում։ Իսկ պարոն Քոչարյան, իսկ ինչու՞ չի հնչեցնում այն նոր եկավ մտքից, մեկ այլ թիվ էլ կա, որը պետական թիվ չէ։ 2018-ի վարկանիշ, 25-ի վարկանիշ, 80 հունիսից իջել եմ 11-12, հա, եթե վերջի հարցումներով, բա այդ չի մտնում դիսոնանսի մեջ նորվա թվերի հետ, ինչ եք կարծում։ Գիտեք, ես արդեն մարդ, որը անընդհատ խափում է, անիմաստ է ինչ-որ բան խոսել այդ մարդու հետ։ Ինչ-որ մի նոր բան է ասելու, մի նոր բան է խափելու, այդ մարդը անվերջ հնարավորություն ունի խափելու, անվերջ։ Փաստացույց է տալիս, որ նա 7 տարի այդ թվերը նշելով կամ ձեր խոսքով խափելով
այդուհանդերձ մնում է իշխանության, պարոն Քոչյան։ Դրա ֆենոմենը որն է, գիտեք։ Ֆենոմենը գիտեք ոնց է, ինքը ոչ առաջինն է, ոչ վերջինն է։ Եթե դուք ուսումնասիրեք, տարբեր երկրների եղել են նման դեպքեր, որ ինչ որ ժամանակահատված պահում են իշխանություն, կարողանում են պահել իշխանություն։ Բայց ինչ որ մի պահի բնականաբար կորցնում են, ոչ ոք դեռ հավերժ չի եղել։ Դրա համար է, անցնենք իմ նախաբանի թեմային, նաև դրա համար է անցել այս գործիքների կիրառման, այսինքն ինչ են ուզում ձեր կարծիքով Փաշինյանը եւ ոչ միայն Փաշինյանն ու Տիկինը, Փաշինյանն ու ԿՊ-ի նեղ շրջապատը արդեն ինչ են ուզում։ Շատ նեղ շրջապատ։ Ես նայում եմ, ԿՊԱ-ականները սովորաբար միշտ շատ ավելի ակտիվ էին լինում, հիմա ինչ որ շատ նեղ շրջապատ, օրինակ էս կաթողիկոսի հետ կապված, ես հետևում եմ, այդքան շատ չեն բավականին ակտիվ, այդ ագրեսիվ հատվածը ԿՊ-ի։ Ինչի ցուցիչ է սա։ Ես չեմ կարող ասել ինչի ցուցիչ է, ենթադրում եմ, որ նախ այն խոսակցությունները եւ այն արտահոսքերը եւ այն ինչը մենք տեսնում ենք փաստացի, ԿՊ-ի ներսում բավականին լուրջ տարաձայնությունները, նաեւ դա է։ Հետո երևի թե ինչ որ կան մարդիկ, որոնք ինչքան էլ այդ Նիկոլին համարում են կուրք, համարում են իրենց բարեկեցիկ կյանքի գրավականը, պատրաստ չեն տրորել ինչ որ կարմիր գծեր, չգիտեմ, ես միգուցե եւ այդպես է, ես չեմ կարող ասել պատճառը, բայց դա փաստ է, որ մենք տեսնում ենք։ Գիտեք, այս կաթողիկոսի հետ կապված ես երեք մտածում էի, հայտարարում եմ, որ եթե երեխա ունի, պետք է գնա։ Տեսեք, մարդ, որը իր հիմար հայտարարություններով հրահարել է պատերազմ, որի հետևանքում պարտվել է, որի հետևանքում տվել է զոհեր, որտեղ տեսեք արտահայտությունը Արցախը Հայաստանը եւ վերջի հետո Արցախից հրաժարվելը այդ ամեն ինչի համար ընդհանրապես ներողություն է խնդրում եւ շարունակում է պաշտոնավարել։ Ով ասեց, որ եթե անգամ կաթողիկոսը ինչ որ բան է արել եւ ենթադրենք երեխա ունի։ Ենթադրենք, ես չեմ պնդում, ես ընդհանրապես ասում եմ ինչ որ Իսկ ով ասեց, որ կաթողիկոսը չի կարող ներողություն խնդրել եւ շարունակել պաշտոնավարել։ Ու arczepiskoposները չեն ների, իդեպ եկեղեցին ինքն իրեն ներսում է դա, չէ՞, հարցը որոշը։ Օրենքով էլ է այդպես։ Ասեմ, մարդ, որը որ ասենք պատասխանատու է, այն էլ է պատասխանատու, բայց մեղավոր չի, իսկ ով ասեց, որ մեղավոր է։ Պատասխանատու է, բայց մեղավոր չի։ Եվ հետո այո, եթե դիցուկելի բանով գնանք, այդ երեխա ունենալով ում է ինչ եղել, ինչ ենք կորցրել կամ ինչ։ Ձեռք ենք բերել մեկ հայ։ Ենթադրենք։ Վերջին, որ ասում են վերջին տալ։ Լավ, եթե պարոն Քոչյան, ուսումնասիրած կլինեք, մտածած հաստատ կլինեք։ Սա ինչ է, թիրախը, ասենք, այս ամեն արշավի կոնկրետ վեհապարին են ուզում հենց անձամբ իրեն հեղինակազրկեն, եկեղեցին, նախընտրական միավոր հավաքեն, թե շատ ավելի խորքային այդ ինստիտուտը քանդեն, օրինակ սահմանությունը փոխելով տանեն հավասարեցնեն, որ Հայաստանում կան կրոնական մյուս կազմակերպություններ։ Ենթադրում եմ այո, դա է, որով իսկ դա այո, վերջինը, որովհետև ինքը հասկանում է, որ այդպես կարող է նաև կորցնել։ Այն նախընտրական զանգված ինչ որ մաս կարող է եւ կորցնել։ Բայց քանի որ դա թուրք-ադրբեջանական պահանջ է դրված վերջերս Ալբանիայում իր դեմ, ինքը չի կարող չկատարել դա։ Վերացրու վերջին ռևանշիստներին, կոպիտ ասած։ Այո։ Պահանջը թուրք-ադրբեջանական է։ Եվ սուրճ խմելուց։ Այն որ ասացին գնա սուրճ դիր մենք գալիս ենք, այ գնացել դրելա, հետո եկել են ասել են դա։ Սա դրա սկիզբն է, այսինքն դա նշանակում։ Սկիզբը չի, սա դրա շարունակությունն է։ Եվ ուր են գնալու, ինչ են անելու։ Չեմ կարող ասել, դե ինչ կստացվի, պայքար է լինելու, պարզ է եւ բավականին լուրջ պայքար է լինելու, եթե շարունակի Նիկոլ Փաշինյանը, իսկ ինքը չի կարող չշարունակել, որովհետեւ ենթադրաբար պահանջը հենց այն դերից է դրված եւ ինքը չունի շանս, որովհետեւ այս պահանջն էլ կատարեց, հաջորդն են դնելու, այնպես չի որ իր այս պահանջը կատարեց, խաղաղության պայմանագիրը կնքելու են։ Եվ վերջի վերջո ցանկացած ստորագրած թուղթ,
պետք է ունենա երաշխավոր, ով է լինելու այդ թղթի երաշխավորը, եթե չկա երաշխավոր, այդ թուղթը ընդհանրապես, ինչ ասեմ, կոպիտ չասեմ, բայց ինչ որ թուղթ է, որը տարբեր տեղեր կարող են օգտագործել։ Լավ կամ Մարսի, պարոն Քոչարյան։ Չեմ կարող։ Այս եկեղեցու մասին ենք խոսում։ Ես հասկանում եմ։ Ազգային եկեղեցու։ Ես կաթոլիկ չեմ կարող ասել ոչինչ, որովհետև այնքան բան եմ մարսել, որ եթե ստացվի, չեմ կարող ասել, կմարսի թե չի մարսի, կստացվի թե չի ստացվի։ Ես ցանկացած բան, գիտեք, մենք անընդհատ տարբեր տեղեր լսում եմ մարդիկ, անգամ քաղաքական գործիչներ, հա, որ այսքան տրիգեր ա եղել, բայց ոչ մի բան չի եղել։ Գիտեք, ես միշտ այդ օրինակը բերում եմ, հա, 18 թվին, երբ հենց իրենք սկսեցին այդ բանը, մինչև այդ էլ շատ տրիգերներ կար, ոչ մի բան չէր լինում։ 18-ին չկար տրիգեր։ 18-ին տրիգեր չկար եւ եղավ ինչ որ բան։ Սերժ Սարգսյանը ձեզ խաբել է անկապ անիմաստ։ Ուզում եմ ասեմ, ինչից կսկսվի, ոնց կընթանա, ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ ես տեսնում եմ եւ դա իրենք էլ են, հա, նույն Աննան իր գրառումներում ասում է, որ ատելության դոզան շատ մեծ է հասարակությամբ, իդեպ այդ ատելությունը հենց իրենք էլ գեներացրել են այս 7 տարվա մեջ, այո, այդտեղ իրենք ճիշտ են։ Ատելությունն այնքան մեծ է, որ ոչ ոք չի կարող ասել, երբ, որ պահին, ինչից կարող է այնպիսի բան լինել, որ հա, որ ասում է լրիվ դատարկ տեղը կարող է այնպիսի բան լինել, որ իրենք էլ չէին սպասում։ Դա կներեք կլինի մեր հասկացած այն քաղաքացիական պատերազմ բախումներ, այսինքն հասարակություն թե հասարակություն Փաշինյաններ բախումը, տատելությունը ինչի կհանգեցնի ձեր կարծիքով։ Այսինքն որն է ավելի մեծ։ Այն կողմում էլ կա հասարակության մի զանգված իրենց պաշտպանը, որ պատրաստ է բախվել հասարակության առողջ մտածող զանգված։ Արդեն ես կարծում եմ, այո, ինքը ունի դեռ ընտրազանգված, ինչ որ ընտրազանգված ունի տարբեր, հա, բաներով, գնահատականներով, սոցհարցումներով 10, 11, 13, էական չի 15, բայց ինչ որ բայց այդ ընտրազանգվածը արդեն ագրեսիվ փողոցային չի։ Դա դեռ 21-23 թվականների այդ շարժումների ժամանակ, տեսեք, անցյալ տարի էր, չէ, Սրբազան պայքարը։ Սրբազան պայքարի ժամանակ իշխանությունը փորձեց հակընդդեմ ինչ-որ բաներ անի։ Մի երկու հատ փորձ եղավ ինչ-որ այն Դավիթ Հաշիննում, Բանգլադեշում ինչ-որ փորձեցին երթեր անեն, բան, հասկանալի էր, որ դա իրենց կազմակերպվածներ եւ 100 հոգուց ավել չէին կարող հավաքեին մարդ։ Այսինքն այն հայտնի այն ինչ որ մենք տեսել ենք, օրինակ հիշեք 18 թվականի հոկտեմբերի 2-ը, երբ նույն Նիկոլ Փաշինյանը կանգնեց ազգային ժողովի դեմը, ասեց բոլորը գալիս են ստեղ եւ ինչ բան հավաքվեց։ Դատարանները փակեցին։ Դատարանները եւ այլն։ Մի լայվով ամեն ինչ անում։ Այո։ Հիմա որևէ բան չի աշխատում այդ առումով։ Այո, նորից եմ կրկնում, կա ինչ որ ընտրազանգված, որը ընտրությունների ժամանակ կգնա կքվեարկի Նիկոլ Փաշինյանին։ Ոչ ավելի։ Կռիվ չի տա Փարիզ բունի մաստով։ Այլու պայքար բառը օգտագործեցիք քիչ առաջ, պայքար է գնում տեսնենք։ Այդ պայքարը դուք տեսնում եք Մայրաթորի կողմից։ Վերջին հայտարարությանը բնականաբար ծանոթ եք, բոլորը սպասում էին, չէ՞։ Համաժեք էր դա, այն էր ինչ սպասում էր հասարակությունը, դուք, ես, նկատի ունեմ, թե եկեղեցին հենց այդպես էլ պետք է արտադրել։ Միցեք վախվորած ու կոնֆորմիստական չէ, թող ինձ ներեն սրբազաններն ու վեհապարը։ Տեսեք, ես չէ որ պետք է գնահատական տամ, մի մասը ասում է վախվորած էր, մի մասը ասում է ադեկվատ էր, մի մասը ասում է թույլ էր, մի մասը ասում է, որ կլինեն դեռ քայլեր, հա, որովհետև այնուամենայնիվ եկեղեցին ի տարբերություն ոստիկանության միանգամից չպետք է անցնի գործողությունների, թեև ոստիկանությունն էլ պետք է սկզբից զգուշացնի։ Հա, բայց մենք սովոր չենք դրան, մենք գիտենք ինչպես են վարվում, հա, ինչ որ քայլեր պետք է արվի, չգիտեմ, միգուցե ժամանակը ցույց կտա ով էր, հա, որ միտքն է ավելի ճիշտ։ Գործիքակազմ ունի եկեղեցին, պարոն Քոչարյան, թե եկեղեցին միտքել ընչեց, որ եկեղեցին իր բարձունքից չի ուզում իջնի, ինքը իրեն բարձր է պահում, ինչպես որ պետք է լինի։ Եկեղեցին գործիքակազմ ունի, այնուամենայնիվ այդ նույն բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հասարակության ճնշող մեծամասնությունը
եթե անգամ չի վստահում այս կամ այն եկեղեցականին, եկեղեցուն որպես ինստիտուտ վստահում է։ Տարբերություն քաղաքական դաշտի։ Ի տարբերություն քաղաքական դաշտի, այո։ Այսինքն դա լուրջ թիվ է, մոտ 80% է վստահողների թիվը։ Այդտեղ շատ տարբեր գործիքակազմեր կան, այդ թվում նաև կան Սփյուռք, որը փորձեց այս իշխանությունը մաքսիմալ դայել չեզոքացնի, բայց դա հնարավոր չի չեզոքացնել, որովհետև հասկանալի է, որ 3 միլիոն Ռուսաստանում, մոտ 2 միլիոն Միացյալ Նահանգներում, ամբողջ Եվրոպայում սփռված, չգիտեմ, Ավստրալիայում, Մերձավոր Արևելքում ցավոք սրտի վերջին տարիներին բավականին պակասեց Սփյուռքը, բայց այնտեղ լուրջ Սփյուռք ունենք, որ բնական է նրանց նաև հայ պահողը այսքան տարիներ եղել է եկեղեցի։ Եվ այդ եկեղեցին ունի իր գործիքակազմը։ Պարզ է, որ դա ուժային չէ, հասկանալի է, որ դա, բայց որ գործիքակազմ ունի, ես չեմ էլ կասկածում։ Պարոն Քոչարյան, մի հարց էլի, դա գործիքակազմ ասեք, այ Փաշինյանը կարծես թե ոնց որ ռեալ գործիքակազմ ունի, չէ՞, ԱԱՑ, ասում են կոմպրոմատներ, այ եթե այդ կոմպրոմատները հայտնվեն մի տենց երևութական սցենար քննարկենք ու դրվի վեհապարի առաջ եւ այլն, իրենք կարող են անել այդ շանտաժի միջոցով այդ օպերացիան, որ ասում են իրենց սրտի կաթողիկոս փոխել նշանակել, կգնա այդ քայլին Գարեգին երկրորդ, այսինքն կա շանսերը մեծ են իշխանության նման կերպ անել այս հարցի լուծումը։ Տեսեք, ես այս իշխանությունից ամեն ինչ սպասում եմ, այնպես չի որ չեմ սպասում, բայց իրենք ցանկացած քայլ այս նույն ատելությունը, որ իրենք են գեներացրել, հիմա բումերանգի նման հետ է գալիս։ Ենթադրենք կոմպրոմատները հանեցին։ Հասկանալի է, չէ՞ որ իրենք միշտ չեն եղել իշխանություն։ Իրենց վրա էլ կա կոմպրոմատներ։ Իրենք բացելու են Պանդորայի արկղը, որը հետո շուռ գա իրենց դեմ։ Իսկ ով ասեց, որ իրենց դեմ չեն հանելու այդ կոմպրոմատները։ Ոչ միայն ով ասեց, այլև ասող եղել է եւ շատ բարձրաստիճան մարդ, որը ասեց չեմ մտնի, բայց ունեմ, ասեց դաշ չեմ մտնի, բայց կա։ Չեմ կասկածում, իհարկե կա։ Իհարկե կա։ Բայց այդ եմ ասում, Պանդորայի արկղը խորհուրդ չեմ տալիս բացել, որովհետեւ դա շուռ է գալու իրենց դեմ։ Ընդհանրապես դա բոլորի դեմ է լինելու։ Նման, մեթոդները իրենք տանում են հասարակության քայքայման, հասարակության բարոյական արժեքների այդ սանդղակի իջեցման եւ այլն եւ այլն։ Ես ընդհանրապես որպես մարդ, հայ մարդ, դա խորհուրդ եմ տալի, իհարկե չեմ կարծում, որ իմ խորհուրդը կլսեն, բայց քանի որ դա խորհուրդ է ոչ թե նրա համար, որ բարոյական մնանք, այլ նրա համար, որ դա իրենց դեմ է դառնալու նաեւ բավականին լուրջ զենք, կարող է եւ չփորձեն անել, չգիտեմ։ Երկար մտածեն եւ չփորձեն եւ սահմանափակվեն ընդամենը այս եղածով, աչք վախեցնելով, պարոն Քոչարյան։ Իհարկե։ Օրինակ լռեք, մի խառնվեք ոչ մի բան։ Դե գիտեք, աչ վախեցներն էլ ենք, չէ՞, տեսել, դա էլ է իրենց գործիքակազմը։ 7 տարի է Թալանը հետ ենք բերում, Թալանը հետ ենք բերում։ Գեներալների հայտարարությունը իշե գլխավոր շտաբի։ Ուր են այդ գեներալները։ Ուզում եմ ասեմ, դե այդպես չի, որ ամեն ինչ հայտարարվածը արվում է։ Շատ դեպքերում այո, դա շանտաժի տեսք է ունեն։ Այդ լավ, ուրեմն սահուն անցնենք մյուսին, այդ շանտաժի հետևանքն է նաև քաղաքական դաշտի ընդամենը հայտարարությամբ սահմանափակ հայտարարություններով, թեկուզ եւ կիսահուշկու հայտարարություններով սահմանափակվել է։ Այ adekvat է գնահատում հասարակության առաջին խորհրդարանական ընդդիմության արձագանքը։ Այդ հայտարարությունները, գիտեք, Facebook-ում ես էլ եմ գրում, ես խորհրդարանական ընդդիմություն չեմ։ Դուք էլ եք գրում բնականաբար ու էլի ակտիվ մարդիկ, խելացի մարդիկ, կրթված մարդ եւ այլն, տարբեր տնտեսագետն էլ եք գրում, բայց ինքը խորհրդարանական ընդդիմություն չի։ Հավասար են մեր արձագանքները ըստ էության, բայց պետք է որ լինեն հավասար, adekvat են արձագանքում։ Իսկ ինչ պետք է անի ընդդիմությունը։ Հիմա ես եմ ձեզ հարց տալու։ Ինչ պիտի անի։ Ես իմ կարծիք ասեմ, դուք համաձայնեք, թե չէ, օրինակ, այն ձեր ասած տրիգերներից մեկն էր։ Սկսել նաև այս առիթով այն չարչրկված իմպիչմենտը հայտարել։ Տեսնենք մարդիկ այս անգամ գոնե եկեղեցու համար կգային ազգային ժողովի բակ։ Ես դեմ չեմ ցանկացած գործընթացի, այդ թվում նաև իմպիչմենտին։ Ես այնպես չի, որ դեմ եմ իմպիչմենտին կամ դեմ եմ գնալ ընտրությունների, հա, որովհետև մի կողմը ասում է միայն իմպիչմենտ, մի կողմը ասում է ես ցանկացած գործընթաց, որը կարող է բերել հավանական։ Ես կարծում եմ պետք է փորձվի, բայց չի կարելի անել ցանկացած բան չպատրաստված։
գնալ ընտրությունների չպատրաստված, գնալ օրինակ ազգային ժողովի հարց ու պատասխանի չպատրաստված, գնալ իմպիչմենտի չպատրաստված, որովհետև ցանկացած գործընթաց չի ենթադրում միայն գեղեցիկ բառեր, ենթադրում է գործողությունների պլան, ճանապարհային քարտեզ։ Ես չգիտեմ կա այդ քարտեզը թե չկա։ 7 տարի է անցել, բան։ 7 ճիշտ եք ասում, ճիշտ եք, հենց ես էլ եմ հենց այդ ասում։ Այդ ռեսուրսներով, այդ ուղեղներով, այդ փողով։ Ես էլ եմ այդ նույնը ասում։ Այդ առումով, ընդ որ ասում եք իմպիչմենտ, ես դեմ չեմ իմպիչմենտին։ Ավելին, ասում եմ, ես ցանկացած գործընթաց, որը կբերի այս իշխանությունների հեռացման, ես կողմ եմ։ Լավ։ Բայց դա չի կարելի անել հանուն անելու, որովհետև դա գեղեցիկ բառ է օրինակ։ Դե քննադատները ընդդիմության ասում են հիմա ոչ նա են անում, ոչ նրան են պատրաստվում եւ երևութական շատ թույլ շանսերով մտածում են 26-ի մասին աչքի առաջ ունենալով 21-ի փորձը եւ այլն։ Շատերը կտրուկել ասում են որ հենց ընդդիմադիր մտածողները ասում են իրենք 26-ին կարող չմտնեն էլ անգամ պարլամենտ։ Ոչ թե կարող է մեծ են շանսերը այսօրվա պարլամենտական ընդդիմությունը 26-ին ընդհանրապես պարլամենտը մինչև 26 դեռ շատ կա ժամանակ, չենք կարող ասել ինչ կլինի, ինչ որովհետև հիմա Հայաստանը ինքը իրանից վաղուց արդեն կախված չի, հասկանում ենք, չէ՞, որ Հայաստանը վաղուց արդեն ինչ որ սուբյեկտ չի, ինքը օբյեկտ է, սեղանի վրա դրված, այն սեղանի, որի շուրջ հիմա գնում են քննարկումներ, եւ որտեղ Հայաստանը ոչ թե այս գլխավոր դերում, անգամ սեղանի վրա ինքը են ծերում, ինչ-որ միտեղ դրած է, որովհետեւ գլխավորը Ուկրաինան է այնուամենայնիվ։ Իրանն է եւ այլն, հա։ Իրանն է, Մերձավոր Արևելքն է, հետո նոր ինչ-որ միտեղ նաեւ էսա։ Այսինքն այդ ամբողջ բանից կապ ունի մեր ընտրությունների հետ նաեւ, ճիշտ եմ հասկանում։ Ամեն ինչի հետ կապ ունի, մեր ամեն ինչի հետ կապ ունի։ Որովհետև 7 տարի այդ որ ասում է շատ լավ է տնտեսությունը, բան, ուրա անիֆը բացել էին, որպեսզի լիներ ներդրումներ։ Հիմա ինչ որ նոր բան են բացել, ասեցին, ես այսօր կարդացի, հա, որ ինչ որ դրապես մի բան, հա։ Enterprise, ես իմի, որտեղ հենց Նիկոլ Փաշինյանն է նախագահ այդ հոգաբարձուների խորհրդի, չի լինելու ներդրում Հայաստանում։ Քանի Հայաստանը այս վիճակին է, դա օբյեկտիվ է, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն է։ Ես ասեմ, մինչև չկարգավորվի անվտանգության խնդիրը Հայաստանում ներդրում չի լինելու, ոչ մեկ չի բերելու իր փողը դնի միտեղ, որտեղ ոչ մի երաշխիք չունի, իսկ ինչ կլինի։ Այդ բլեֆեր են սա։ Այդ որ ասում է 200 քանի հազար 242 իսկ քանիսն է փակվել։ Ինչի՞ չի ասում ինչքանն է փակվել։ Ինչքան մարդ է հեռացել այս տարիների ընթացքում Հայաստանից, բիզնես փակել, բիզնեսը տեղափոխել։ Իդեպ չասած որ արտահանումն ու ներմուծումը ռեկորդային նվազել են, հա։ Այո, արտահանումն ու ներմուծումը մեկը 2 անգամ, մյուսը 2.5 անգամ։ Ամենը վերջին ապրիլի տվյալն է։ Ինչի մասին է խոսքը։ Դրա մասին ոչ մեկ չի ասում, որ ամենաուժեղացուցիչն է հնայի հետ կապված եւ այլն եւ այլն։ Լավ, այդ ընտրություն, այսինքն 26-ի ընտրությունները ճիշտ հասկացած ես, որ այդքան էլ կախված չի մերս ներքին դասավորումներից, ինչքան աշխարհ քաղաքականից։ Չէ, ես այդպեսի բան չասեցի։ Լավ, ինչի՞ց է կախված։ Ես ասեցի, որ լավ, ո՞րն է ընդդիմության հույսը, այդ եմ ուզում ասեմ։ Ինչի վրա են հույսները դրել։ Օրինակ չէ, մի մասը, օրինակ երրորդ նախագահ մինչև այս պահը չենք դրա մասին չենք մտածում։ Երկրորդը ուղիղ ասում ես ռեսուրսը, ես ձևը գիտեմ, ես եմ լինելու եւ այլն։ Հույսը ինչի վրա է։ Այդ եմ ուզում հասկանալ։ Վարկանիշ են չափել, սոցհարցումները իրենց օգտին չեն։ Մանիպուլյացիոն դաշտը իրենց օգտին չի։ Նիկոլի դաշտում Նիկոլին պարտվում են, քարոզչական դաշտում Նիկոլին պարտվում են։ Քարոզչականում հիմա այդքան չեմ։ Լավ, չգիտեմ, ազգային ժողովի հարց ու պատասխանում որ հաստատ պարտվում են եւ այլն եւ այլն։ Այսինքն դեռ որ հիմա նայում ենք այս բան, հա կա ընդդիմադիր զանգվածը մեծ է, բայց մենք մի պարզեցինք որ ընդդիմադիր զանգվածը ոչ էլ ընդդիմության դուք բերում եք միայն վատ օրինակները, որի հետ այնպես չի, որ ես հաշվի չեմ նստում, որպես նկատում ենք ախտորոշել են այդ վատը տեսել են։ Օրինակ կա նաև Գյումրիի օրինակ, հա, որը օրինակ դա են բերում, որ հնարավոր է գնալ տարբեր բաներով, ու քանի որ արդեն Նիկոլ Փաշինյանը շանս չունի ունենալ 50+1, միանալով թեկուզ բարդ ոնց որ Գյումրիում, բայց ունենալ կոալիցիոն մեծամասնություն օրինակի համար։ Գյումրին է թույլ տվեք ընդհատել Գյումրին է կոլորիտով, ավանդական քաղաքով, թաղի տղա հասկացությամբ, սա Հայաստանն է, պարոն Քոչյան։ Կարա այդ մոդելը աշխատի։ Կարող է աշխատել, որովհետև իհարկե դա ես չեմ նմանացնում, որովհետև նախ Գյումրին
թեև քաղաք է, բայց օրինակ Երևանի նման մեծ քաղաք չէ, ես նկատի ունեմ ընտրողների բանով, այնտեղ մարդիկ իրար ճանաչում են, բարեկամ ընկեր հարազատ, այնուամենայնիվ ինչ որ բաներ աշխատում են, որը ամբողջ Հայաստանի մասշտաբով կարող է եւ չաշխատել։ Բայց փաստը մնում է փաստ, որ օրինակ նույն Երևանում, որտեղ 28% մասնակցության պարագայում մի կերպ ինչ որ ձևով փորձեցին ստանալ քաղաքապետ, նախ ես կարծում եմ եւ դա իմ կարծիքը չի հենց այնպես, հա, դա փաստ է, որ համապետական ընտրություններին միշտ ավելի մեծ է լինում մասնակցությունը։ Ինչքան մեծ, այնքան լավ ընդդիմության համար, ճիշտ եմ ասում։ Այնքան ընդդիմության, այնքան իշխանության համար վատ, sense ասենք, հա, ես չգիտեմ ընդդիմության համար, որ ընդդիմության համար, որտեղ ընդդիմությունն էլ տարբեր է լինելու, հա։ Դա մեկ եւ երկրորդը, տեսեք, այո, Նիկոլ Փաշինյանը սկսել է իր նախընտրական պայքարը 24 թվականի հունվարի 3-ից հայտնի այդ վեշելկի կոտրելու բանով, դրանից հետո եղան տարբեր, հա, հեծանիվ քշել, իրական Հայաստան, կրթվել է նորաձևը եւ այլն, եւ այս ամեն ինչը փորձվում է, չի բարձրանում։ Ինքը ամեն ինչ անում է բարձրացնելու համար վարկանիշը, ինչ որ օրինակ վերջի էս կամպանիան հայոյախառն բառերով, ոչ միայն, որովհետև մինչև կաթողիկոսը եւս արդեն Աննա Հակոբյանը սկսեց այդ հայոյախառը, իրեն քննադատողներ։ Ես կարծում եմ նրանք փորձում են բերել ինչ որ մի ընտրազանգված դեպի իրենց։ Այն ընտրազանգվածը, որը գնացել էր հենց իրենցից, ժամանակին գնացել էր Վարդան Ղուկասյանին։ Այդ ո՞րն է ստոր հաստորացնով կրթական ցածր ցենզով, հա։ Ոչիլ հիշում եք այդ բառերը օգտագործել։ Այդ մակարդակի մարդիկ նկատի ունեմ։ Ես չեմ ուզում մարդկանց խտրականություն դրսևորել։ Ես չեմ դա ասում, ես ասում եմ մարդիկ, որոնց իրենց թվում է, որ իրենց դուր էր գալի, ենթադրենք հայոյախառն լեքսիկոնը, դրա համար իրանք սկսեցին դա օգտագործել։ Հա, չգիտեմ, են հայտնի այդ թվում նաև կաթողիկոսի հետ կապված այդ նույն, նու եկեղեցու հետ կապված։ Պայմանական դոգի լսարան, սխալ բառ ասի, դոգի լսարանին։ Լսարան եւ ինչու՞ չէ այդ լսարանի մի հատվածն էլ որպես ընտրազանգված։ Երևանի ընտրություններից երևաց, այո, ճիշտ։ Իհարկե։ Չեմ կարծում, որ նրանք դրանով կարանալու են, որովհետեւ կարողանալու են բերել այդ ընտրազանգված, որովհետեւ այդ ընտրազանգվածը իրենցից չի գնացել նրա համար, որ Վարդան Ղուկասյանը հայհոյում էր, իսկ իրենք ոչ։ Գնացել է նրա համար, որ իրենք Նիկոլ Փաշինյանը 7 տարի խոսք է տվել, որ պետք է թալանածը հետ բերի բաժանի իրենց, կամ եթե դա անգամ դա այդպես չի ասել, բայց այդ մարդիկ հասկացել են, որ իրենց քյաբաբ առ քյաբաբ բաժանելու է, այդ քյաբաբներից իրենց էլ է հասնելու։ Հա, բայց այդ մարդիկ կանչ չի հասնում, այդ որ ասում են լավ են ապրում։ Ավելի վատ են ապրում այդ մարդիկ։ Այդ մարդիկ ավելի վատ են ապրում, դրա համար էլ գնացել են իր մոտից։ Ինչի՞ պետք է, եթե լավացել այդ մարդկանց կյանքը 50%-ով են։ Ինչի՞ է 80%-ը դարձել 10-12%։ Ուղեղները սկսել են լավ աշխատել, հասկանում են, որ գործ չունեն այս մարդու հետ։ Լավ կյանքից ուղեղը սկսել է լավ աշխատել մարդու միգուցե աշկերն բացվել է։ Երևի, չգիտեմ։ Ես դες բան չգիտեմ, որ լավ ապրող մարդը չուզենա այն ղեկավարին, ով բերել է իրեն այդ լավ կյանքը։ Դες բան չի լինում։ Պարոն Քոչարյան, Արտակին Բաղադիչով էլ կարճ ավարտեք, այ ընտրություններ ասացինք, որ տեսեք, կախված է դրանից բարձր մասնակցությունից, օրինակ Գյումրիին են դիտարկել եւ այլն։ Այդուհանդերձ հաշվի առնելով այն ձեր ասածը, որ մենք սեղանի այս կողմ ենք որպես բանակցային եւ այլն, Հայաստանն ունի այդ աշխարհակաղակական հետաքրքրությունը գոնե մերս մոտիկների կողմից Ռուսաստան, Իրան, Միացյալ Նահանգներ, այդ որ իրենք ինչ որ կերպ խառնվեն ընտրությունների որոշիչ դերքերից անուղակի խառնեն, տեսեք, ասում են Կիրիենկոին են նշանակել կուրատոր, ըստ մամուլի մարդիկ են գնում, գալիս, շփվում, դաբրո ստանալու փորձեր, դաբրո չստանալու փորձեր, Ռուսաստան ասում են որոշել է վերջապես փափուկ ուժը իրար նոր են որոշել, նոր են ուզում հասկանալ դա ինչ է եւ այլն, այս ամեն ինչը նայելով այդ որոշիչ դեր խաղալու է ու իրենց համար մեկ չէ Փաշինյանն է, թե, չգիտեմ, Կարեն Կարապետյանը։ Մեկ չէ, եթե օրինակ Փաշինյանը չի կատարում նոյեմբերի 9-ի իր իսկ կողմից ստորագրած փաստաթուղթը։ Իհարկե մեկ չէ այդ դեպքում։ Հա, եթե ինքը կատարեր, հա, ոնց որ ինքը խոստովեց 21 թվին դրա համար էլ ընտրվեց, խնդիր չուներ գեոքաղաքական։ Այո, աշխարհակաղակական, ես չեմ ասում խնդիրը անհատների մեջ, աշխարհակաղակական առաջին հերթին հիմա արդեն ավելի քիչ, բայց միևնույն է Հայաստանը հետաքրքրում է։
հետաքրքրում է տարբեր դրդապատճառներով տարբեր պետություններին։ Չի կարող չհետաքրքրել, դրա համար միայն Ռուսաստանը չէ, մենք դուք խոսում եք Կիրիենկոից, բայց հասկանալի է, որ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Մուրը մի քանի անգամ հանդիպեց մեր բարձրաստիճան պաշտոնյաներին։ Տրամպի օրոք չէ, բայց հիշում եք, որ Բայդենի օրոք ինչքան հետաքրքրված էր Միացյալ Նահանգների ադմինիստրացիան։ Ֆրանսիան գալիս է գնում է եղել են։ Տեսնում ենք Գորիսում հյուպատոսարան բացեցին, թեև պատվող առայժմ կապ չունի, դա ինչ որ սիմվոլիկա է, հասկանալի է։ Ուզում եմ ասեմ, Իրանը ամեն օր հայտարարում է, ամեն օր փաստացի հայտարարություն, այսինքն չի կարող չհետաքրքրել աշխարհակաղակական խաղացողներին Հայաստանը։ Խնդիրը նրանում է ինչքանով է հետաքրքրում եւ ով ինչ դրդապատճառ ունի եւ Հայաստանի շահերը ում դրդապատճառների հետ են համընկնում։ Որովհետեւ եթե հաղթի այն կողմը, որի դրդապատճառները չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, դա կարող է կործանարար լինի Հայաստանի համար։ Դա կարող է չլինել Փաշինյանը, բայց էլի Հայաստանը կարող է դառնալ միջին միջանցք, այսպես ասեմ, ամբողջ Հայաստան, այն իրական Հայաստանը այդ միջին միջանցքն է ալնելու։ Եթե շահերը չհամընկնեն։ Եթե համընկնեն, բախտներս բերի, ոնց որ ինչ որ պահերի եղել է քիչ, բայց ավելի շատ չի բախտներս բերել պատմության ընթացքում, քան բերել է։ Երևի թե նրանից է, որ պատմության ընթացքում այսպիսի ղեկավարներ ավելի շատ են եղել։ Ես հիմա զուտ, որովհետև այդ բախտը միայն բախտը չի, հա, հայտնի անեկդոտ կա, որ մեկը անընդհատ ասում, հա, աղոթում է, որ Աստված ջան, այս լատարեի շահեմ, էլի լատարեի շահեմ, նոր Աստված զզվում, ասում է դե գոնե առ այդ լատարեի։ Հիմա մենք այդ լատարեի չենք առնում, որ շահենք։ Այ վերջին ճշտումը ձեր, այսինքն որոշիչը ընտրությունների, եթե բանը հասել է ընտրությունների, որոշիչը այդ տարբեր մայրաքաղաքների դաբրոնը լինելու, թե այդուհանդերձ Հայաստանի ներսը։ Չէ, դա ամբողջը լինելու է միշտ կոմպլեքս։ Դա մեկը մեկից այնպես չի, որ այս սա է լինելու կամ սա է լինելու, որովհետև եթե այնտեղ որոշեցին, այստեղ ոչ մի բան չեղավ, ոչ մի բան չի լինելու։ Եթե այստեղ ուզեցան, այնտեղ չեղավ, էլի ոչ մի բան չի լինելու։ Այստեղ սկսին դեռ պատժկա չանել։ Պետք է միշտ շահերի համընկնումը լինի, այդտեղ էլ պետք է լինի։ 2018-ին եղավ, 21-ին եղավ Փաշինյանի շուրջ կոնսենսուսը։ Այո։ Դրսի նաև Այո, համար ստացվեց։ այո։ Հիմա Հայաստանի ընդդիմությունը նաև կա դուք կարծում եք, որ նաև Հայաստանի ընդդիմադիր հիմնական խաղացողները, նու մեծերը, իրենց փորձում են ասեմ կոպիտ բառ օգտագործեմ, առաջարկեն դրսին որպես այդ կոնսենսուսի տարբերակ։ Ես տեսնում եմ, կընդունեն թե չէ այդ առաջարկը դեռ չգիտեմ, բայց ես տեսնում եմ ոնց են առաջարկում եւ Ռուսաստանին եւ ինչքան էլ հետաքրքիր է Բրիտանիային, արդեն ոչ թե Միացյալ Նահանգներին, այլ Բրիտանիային, որովհետեւ կարծեք թե Միացյալ Նահանգները Տրամպից հետո մի փոքր հետաքրքրությունը կորցրել է, թե ես չեմ հավատում, որ դա այդպես է, բայց այնուամենայնիվ այս պահի դրությամբ այդպես է եւ կարծեք թե գլխավոր դերակատար թվում էր թե պետք է Ֆրանսիան դառնա, բայց Բրիտանիան է դառել։ Այսպես ասած, այդ արևմուտքի հավաք։ Այո։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։